Ինչից եք դուք դժգոհ։ Ամեն ինչից։ Բարոյա լքված, բարոյա զուրկ։ Մենք ստեղ զրո ենք զրո։ Ոչ թե քաղաքականությունը իզնով չի զբաղվում, ինձ ոչ մի բան չի հետաքրքրում։ Բարոյա լքված, բարոյա զուրկ, թե ընդդիմությունը, թե կառավարությունը։ Իրար այդ բան արած է ժողովրդի արունը խմում են։ Բայց ինչ պետք է լինի։ Ինչպես օրինակ դուք որպես ընտրող, որպես մարդ, որը իրավունք ունի կարծիք ունենալու։ Ինչ պետք է լինի։ Դավաճանի հետ, բարոյա զուրկի հետ, սրբապիղծի հետ ո՞նց են վարվում։ Այդ էս պետք է լինի։ Ոչ մի կարծիք։ Ինչպես եք ապրում առանց Շատ լավ։ Հա, առանց կարծիքի հեշտ է ապրել։ Շատ։ Շատ լավ։ Կներեք։ Չեմ կարծում, որ որևէ մեկը հիմա գոհ լինի որևէ բան։ Պատկերացրու եք հենց նոր ինձ հանդիպեց գոհ կին, այո։ Շատ լավ է։ Ուրեմն կան այդպիսի մարդիկ, ես շատ ուրախ եմ։ Ինչից եք դուք դժգոհ։ Ամեն ինչից։ Այն որ քո սեփական երկրում երկրորդ որը տեսակի մարդ ես համարվում, այդքան մի բան։ Կոնկրետ ոչինչ չեմ ասի, այն որ սեփական երկրում դու քեզ լիարժեք քո երկրի տերը չես համարում, Ինչով է դա արտահայտվում։ Օրինակ ով է ձեզ խանգարում։ Երկրի ներքաղաքական իրավիճակի մասին ենք խոսում։ Հետևում եք Ես խառնվում քաղաքականության հետ, ընդհանրապես գործ չունեմ։ իսկ Քաղաքականությունն քաղաքականությունը ասեն, վատն էլ ասեն, ոչ իման չի փոխվելու։ Ում ոնց պետքա տենց էլ անում է։ ինչ եք կարծում, քաղաքականությունը խառնվում է ձեր կյանքին թե ոչ։ Դե ոնց որ հիմնականում հա։ Մենք գնալով վատ անում ենք, վատ ենք ապրում, իրանց կռիվների պատճառով, իրանց աթոռները չգտնելու պատճառով։ Ուրիշ բան չեմ կարող ասել։ Ինչպես կարող է փոխվել իրավիճակը։ Եթե խելքը գլխին ժողովրդի մասին մտածող մարդ ինչ որ մեկը գտնվի, բայց չեմ կարծում որ կգտնվի դες մեկը, որտեղ բոլորը մենակ մտածում են իրանց գրպանի մասին, ժողովրդի մասին ոչ մեկ չի մտածում։ Բաբա, որ գնաք ընտրությունների, ինչպես եք ընտրելու։ Ընդհանրապես չեմ գնացել, չեմ էլ պատրաստվում գնամ։ Ընդհանրապես ես ոչ Լևոն եմ ընտրել, ոչ մեկ ես չեմ ընտրել։ Այդպես մեկը կա որ կարա լսի ժողովրդի։ Մարդիկ ուրախացան, 10 որդիվներ, 18 թիվներ, որդիվներ ընտրեցին Փաշինյանին, ինչ ուրախություններ կազմակերպ, ինչ հույսեր ունեին, տեսակ ինչ եղավ։ Իսկ ինչ եղավ։ Ես չգիտեմ, բոլորը բողոքում են, ամեն ինչ որ պետք է լավ գնար, ամեն ինչը ոնց որ ավելի վատ է գնում։ Ես չեմ հասկանում, այն ինչ որ խոստումներ ինքը տվեց ժողովրդին իր հետևից գնացողն։ Ես ասում եմ, բad բան չեմ ասում, ուղղակի ես այդ փոփոխությունը չեմ հասկանում, չտեսա։ Ես ոչ մի բան չեմ կարող ասել, Ոնց չեք կարող ասել։ որովհետև քաղաքականությամբ չեմ զբաղվում։ Ոնց չեք զբաղվում։ Ինչ չի հետաքրքրում։ Քաղաքականությունը ձեզնով չի զբաղվում։ Ոչ թե քաղաքականությունը իզնով չի զբաղվում, ինձ ոչ մի բան չի հետաքրքրում։ Չեմ ուզում այդ թեմայով խոսել։ Լավ բան չկա, լավ բան չեմ սպասում։ Ոչ մի տեղից լավ բան չկա։ Ինչեւ ղեկավարությունը չփոխվի, լավ բան չի լինի։ Այսինքն վատ բան կա։ Լավ բան չկա, վատ բան կա։ Հույսով ապրում ենք։ Թող թոշակները ավելացնեն մարդկանց, լրիվ ապրանքները թանկացրել են, տրանսպորտը թանկացրել են, չես կարում գնաս մի հատ հետազոտվես գաս։ Ինչ ասեմ։ Իսկ քաղաքական առումով դա սոցիալական բողոք էր, այսպես ասած։ Քաղաքական առումով ինչ կասեք։ Քաղաքական ասեցի, մինչև չփոխվեն, իրանք չգնան, աներեսի պես բոլորը նստած են, բոլորը ասում են, որ թողնեն գնան, իրանք նստած են։ Թողնեն գնան, ուրիշ ղեկավարներ կան, ջահելներ կան, խելացի մարդիկ, գիտնականներ այդքան մարդիկ ունենք մենք։ Թող գան ղեկավարեն, խելքի տան ղեկավարեն Հայաստանը, Հայաստանը կործանեցի։ Բոլորը թողնում են գնում են Հայաստանից, բասաբանա։ Ամբողջ կյանքում արտասահման եմ գնացել, կարոտով վերադարձել եմ Հայաստան։ Բայց հիմա չգիտեմ ինչ անեմ։